Հայաստանում վերջին օրերին մեծ ուշադրության կենտրոնում է հայտնվել մի դեպք, որը ոչ միայն բազմաթիվ հարցեր է առաջացրել, այլև լուրջ անհանգստություն, հատկապես ծնողների շրջանում։ Խոսքը 12-ամյա երեխայի մասին է, որի օրգանիզմում դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնաբերվել են սինթետիկ թմրամիջոցի հետքեր։ Այս պատմությունը հասարակության ուշադրությունը գրավեց ոչ միայն իր բովանդակությամբ, այլև այն պատճառով, որ մինչ օրս հստակ պատասխան չկա ամենակարևոր հարցին՝ ինչպես է այդ նյութը հայտնվել երեխայի օրգանիզմում։ Իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել դեպքի բոլոր հանգամանքները, իսկ հանրությունը սպասում է պատասխանների։ Մինչ այդ տարբեր վարկածներ են քննարկվում, սակայն դրանցից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Մի քանի օր առաջ դպրոցի մի խումբ աշակերտներ մասնակցել են կրթական էքսկուրսիայի։ Այցը նախատեսված էր որպես ուսումնական ծրագրի մի մաս և նպատակ ուներ երեխաներին ծանոթացնել բնապահպանական և գյուղատնտեսական աշխատանքներին։ Էքսկուրսիան սովորական հանգիստ կամ խնջույքի ձևաչափով միջոցառում չէր։ Այն նախապես ծրագրված էր, կազմակերպվել էր համապատասխան հաստատությունների աջակցությամբ և անցկացվել էր ուսուցիչների ուղեկցությամբ։ Ըստ ներկայացված տեղեկությունների, շուրջ 2 տասնյակ աշակերտներ և մի քանի ուսուցիչներ միասին մեկնել են ճանաչողական այցի։ Ծրագրի ընթացքում երեխաները շրջել են տարածքում, ծանոթացել տարբեր աշխատանքների և մասնակցել նախատեսված միջոցառումներին։ Դպրոցի ղեկավարության պնդմամբ, ամբողջ ընթացքում երեխաները գտնվել են վերահսկողության ներքո, իսկ որևէ արտարոց դեպք չի արձանագրվել։ Այդ օրը ոչ ոք չէր պատկերացնում, որ մի քանի ժամ անց այս այցը կարող է դառնալ հանրապետությունում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Էքսկուրսիայից հետո երեխան վերադարձել է տուն։ Սկզբում ամեն ինչ սովորական էր թվում, սակայն որոշ ժամանակ անց ծնողները նկատել են, որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է։ Ընտանիքի պատմելով, երեխան բողոքել է ուժեղ գլխացավից, ունեցել է բարձր ջերմություն և սկսել է իրեն տարօրինակ պահել։ Նկատվել են նաև վարքային փոփոխություններ, որոնք անհանգստացրել են հարազատներին։ Ծնողները չեն սպասել, որ վիճակը ինքնուրույն կկարգավորվի և անմիջապես դիմել են բժիշկների օգնությանը։ Սկսվել է հետազոտությունների երկար գործընթաց։ Բուժհաստատություններում կատարվել են տարբեր հետազոտություններ։ Բժիշկները փորձել են հասկանալ, թե ինչն է առաջացրել երեխայի վիճակի կտրուկ փոփոխությունը, սակայն առաջին հետազոտությունները որևէ հստակ պատճառ չեն հայտնաբերել։ Միաժամանակ երեխայի վիճակը շարունակում էր մնալ մտահոգիչ։ Ըստ հարազատների, նկատվել են նաև հիշողության հետ կապված խնդիրներ։ Երեխան որոշ դեպքեր չէր հիշում կամ դժվարությամբ էր վերականգնում տեղի ունեցածի մանրամասները։ Այս հանգամանքը լրացուցիչ անհանգստություն էր առաջացրել բժիշկների մոտ։ Միայն ավելի ուշ որոշվել է կատարել նաև նարկոլոգիական փորձաքննություն։ Հենց այդ հետազոտությունն էլ տվել է ամենաանսպասելի արդյունքը։ Փորձաքննության արդյունքում երեխայի օրգանիզմում հայտնաբերվել են սինթետիկ թմրանյութի հետքեր։ Այս նյութերը հանրության շրջանում հաճախ հայտնի են սփայս անվամբ։ Մասնագետների խոսքով, դրանք սովորական թմրանյութերի համեմատ կարող են ունենալ ավելի ուժեղ և անկանխատեսելի ազդեցություն։ Հենց այս տեղեկությունն էր, որ դեպքը վերածեց ոչ միայն առողջապահական, այլև իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող գործի։ Եթե փորձաքննության արդյունքները ճիշտ են, ապա առաջանում է հիմնական հարցը՝ ինչպես է նման նյութը հայտնվել 12-ամյա երեխայի օրգանիզմում։ Մասնագետները նշում են, որ սինթետիկ կանաբիոիդները կարող են առաջացնել լուրջ խնդիրներ։ Դրանց ազդեցությունը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր կերպ արտահայտվել։ Որոշ դեպքերում կարող են դիտվել տրամադրության կտրուկ փոփոխություններ, վախի զգացում, անհանգստություն, հիշողության խանգարումներ և վարքային խնդիրներ։ Ավելի ծանր իրավիճակներում հնարավոր են գիտակցության խանգարումներ և առողջական այլ բարդություններ։ Երբ խոսքը վերաբերվում է երեխային, վտանգը ավելի մեծ է։ 12-ամյա երեխայի օրգանիզմը դեռ շարունակում է զարգանալ, և նման նյութերի ազդեցությունը կարող է շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան մեծահասակների դեպքում։ Հենց այդ պատճառով մասնագետները հատուկ ուշադրությամբ են հետևում երեխայի վերականգնման գործընթացին։ Դեպքից հետո գործին միացել են իրավապահ մարմինները, ստուգվում են բոլոր հնարավոր վարկածները։ Քննիչները հարցաքննում են էքսկուրսիայի մասնակիցներին, ուսուցիչներին և այլ անձանց, որոնք կարող են որևէ տեղեկություն ունենալ տեղի ունեցածի մասին։ Ուսումնասիրվում են բոլոր մանրամասները, սկսած էքսկուրսիայի երթուղուց մինչև այն միջավայրը, որտեղ երեխան գտնվել է այդ օրը։ Ըստ պաշտոնական հայտարարությունների, երեխան նույնպես որոշ տեղեկություններ է հաղորդել քննությանը, սակայն թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը այս պահին չի հրապարակվում։ Իրավապահները նշում են, որ ստուգվում է յուրաքանչյուր հանգամանք և յուրաքանչյուր վարկած։